Ծնվել եմ 1993 թվականին Գյումրիում, սովորել եմ իմ միջնակարգ կրթությունը Գյումրիում եմ ստացել, այնուհետև տեղափոխվել եմ Երևան բարձրագույն կրթություն ստանալու, բժշկի մասնագիտություն ստանալու։ Ավարտեցի բժշկական համալսարանը, ընդհանուր բժշկության ֆակուլտետը եւ արդեն նեղ մասնագիտություն ընտրելու ժամանակն էր եւ հանգամանքները, իմ մտածողությունը, չգիտեմ, ինձ տարան ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրա։ Ֆակուլտետի ինտերնատուրան ավարտելուց հետո պետք է նշանակվեի ծառայության պաշտպանության նախարարության, այսինքն Հայաստանում կամ Արցախի Հանրապետություն պաշտպանական բանակում պետք է նշանակվեի ծառայության բուժկետում որպես բժիշկ զորամասի։ Իմ դիմումի համաձայն նշանակվեցի ծառայության Պաշտպանության բանակի 7-րդ պաշտպանական շրջանում եղնիկների լեգենդար զորամասում այն իղձով համոզումով, որ առիթ է հնարավորություն ունենալու եմ մասնակցելու Շահումյանի Գետաշենի ազատագրությանը, որտեղ հյուսիսային հատվածում է զորամասը ու հնարավոր մարտական գործողությունների ժամանակ ուղղությունը մեր հայրենիքի այդ հատվածը ազատագրելու 7-րդ պաշտպանական շրջանն էր։ Ինքը բացի նրանից, որ շատ ֆանտաստիկ հրաշալի զորամաս էր, նաև հայտնի էր որպես ՉՊՇ-նիկների զորամաս, այսինքն ամբողջ ՊԼ-ում ու ՊՊ-ում ինչքան ըմբոստ զինծառայող կար, լիներ ժամկետային թե սպա, վերջում հայտնվում էին եղնիկներում, դա պատիժ չէր, դա ըմբոստների տեղ էր ու շատ լավ է, որ այդ զորամասում ծառայեցի, որտեղ շատ հրաշալի, ֆանտաստիկ ու շատ ըմբոստ ընկերներ ունեցա։ Իմ ըմբոստ ընկերներից մեկը Ակին է, Հարայիկ Մաթեոսյանը։ Մինչև իմ զորամաս գնալը արդեն այդ զորամասում էր ծառայում, զորամասի 3-րդ գումարտակում, այն ամենահեռավոր, ամենադժվար կենցաղային պայմաններով գումարտակում արդեն ծառայում էր, որպես նռնակարանետային դասակի հրամանատար։ Բուժկետում առիթ ունեցա ընկերանալու շատ պրոֆեսիոնալ, շատ բարի, շատ պատրաստական մարդկանց հետ, որոնցից Հովհաննես Ավետիսյան, որ ծառայության պետ էր, բուժկետի պետ էր սկզբում, Գեգամ Խաչատրյան, Արման Սանոսյան, բժիշկներ են, որոնք լուրջ ծանրակշիռ ներդրում ունեն մեր հայրենիքի պաշտպանության համար։ Պողատիվը ունեցա գնդապետ Կարեն Ջահավյանի հրամանատարության ներքո ծառայելու Արցախի հերոս։ Հրաշալի ընկեր ձեռք բերեցի իտեմս Մկրտիչ Սարգսակի, որը ծերնադրությունից հետո հիմա Հայր Մաղաքիա է, շարունակում էր հոգևոր ծառայությունը մեր առաքելական եկեղեցում, շատ էլի ըմբոստ, ոգեղեն մարդ, ու այս հրաշալի մարդկանց հետ նաև առիթն ու պատիվը ունեցա պատերազմին մասնակցելու։ Եղնիկների հետաքրքրաշարժ կողմը ինչ է զորամասի, որ ասենց բան կա, պատերազմին ներկաներ ու մասնակիցներ։ Մեզանում պատերազմի ներկաները միշտ շատ ավելի շատ են, քան մասնակիցները, եղնիկներում հակառակն էր։ Եղնիկներում չէիր գտնի մեկին, ով այդ պատերազմին ուղղակի ներկա էր։ Բոլորը իրենց ուժերի ներածից ավել մասնակից էին պատերազմին։ Տագնապ էր զորամասում, այսինքն այտենց չէինք պարկում հանգիստ քնեինք, շորերով, այդ վիճակների մեջ էինք, նախորդ օր ասի դե ինչ ուզում ա լինի, այս անգամ հանվում եմ մտնեմ տեղերս քնեմ, առավոտ 6-ներ, քանիսներ, արդեն արկերի պայթյունից արթնացա, հասկացա, որ սկսել է, ուրախացա, շատ ուրախացա, որովհետև մտածում էի, որ սկսելը առիթ է հայրենիքից եւս մի հատված ազատելու, ազատագրելու։ Դաշնակցական մթնոլորտում դաստիարակված մարդու համար պատերազմը ամենայն դեպս պատերազմի սկիզբը ոնց որ սպասված առօրյա լինի, որ դու միշտ սպասել ես այդ օրվան, սկիզբը լավ էր։ Այդ օրերին Ակին արձակուրդում էր, Աբովյանում էր, ինքը Աբովյանցի է, Աբովյանում է ծնվել, արձակուրդում էր ու առաջին օրվա երեկոյան արդեն եկավ հասավ, հրամանատարական կետում էինք։
Բնականաբար պետք է բարձրանար երրորդ գումարտակ, որը 30 կիլոմետր ավելի հեռու է, պետք է իր գումարտակից իրեն զինանոցից զենք ստանար, բարձրանար պոստեր, բարձրանար իր դիրքը, իր մարտական խնդիրը կատարելու, բայց տրանսպորտային խնդիր կար, հնարավոր չեղավ այդ օրը բարձրանալու ու հաջորդ օրը սկսվեց գրոհը Արեկասարի ուղությամբ, ցավոք մենք ճեղքում ունեցանք մեր դիրքերում ու հակառակորդի առաջ խաղացումը կանխելու համար անհրաժեշտություն առաջացավ այդ պահին հրամանատարական կետում գտնվող բոլորիս մասնակցությունը։ Բոլորով ելանք շարժվեցինք դեպի Արեգա, դե ինքը զենք չէր ստացել։ Որոշեցինք, որ իմ զենքով երկուսով կգնանք, ինքը դե ինձնից ավելի լավ էր կրակում բնականաբար, զենքը ստվեցի իրան, այն մտքով, որ միասին կգնանք, ոնց էլ չլինի ընթացքում մի հատ զենք կճարենք։ Այդ իրավիճակով բարձրացավ Արեգա, մասնակցեց Արեգայի կռիվներին, Ֆերոսաբար մասնակցեց ու ցավոք վիրավորվեց։ Վիրավորվեց, դե կապ տվեցին, որ վիրավոր ունենք, գնացի մտա դիրք, երկու հոգու դե ողջույնի ավանդույթ ունեի այդ առաջի օրերին, երբ որ սաղավարտը գլխի տա լինում, չես կարող փաթաթվես մեկին համբուրես բարևելուց, այս սաղավարտը խանգարում է, մանավանդ եթե դիմացինդ սաղավարտով չեղավ, խփում աչքը վնասում ես։ Ավանդույթ ունեի, ձևավորված այդ 1-2 օրվա ընթացքում, որ ողջունելու ցենց բանով կասկայով սաղավարտով ցենց երկու անգամ խփում էինք իրար։ Դեմս ելավ ակին, ցենց երկու անգամ խփեցի սաղավարտին իմ սաղավարտով ու շարժվեմ, հետո տեսա որ ինքն է վիրավորը։ Մի 5-10 րոպե համոզեցի որ տանեմ հոսպիտալ, տեսա չի գալի, խաբեցի, ասի արի իջնենք հրամանատարական կետ, ընդ վիրակապեմ հետ կգաս, ձեռքից վիրավոր էր։ Եկանք հասանք հրամանատարական կետ, ընդեղ համոզեցի, խաբեցի, ասի արի իջնենք բուժկետ, վիրակապդ կթարմացնեմ, հետ կգանք։ Ու տենց խաբելով հասցրեցի մինչև հոսպիտալ, հոսպիտալից բնականաբար արդեն բերեցին Հայաստան, վիրահատեցին, ինքը ապաքինվեց ու վերադարձավ։ Վերադարձավ մարտի դաշտ, հետո 22 թվականին, երբ իր ծառայության լրացել էր ծառայության ժամկետը, կարող էր արդեն թոշակի գնար, ու շատերը տենց էլ անում էին, թոշակի էին գնում կամ դիմումի համաձայն տեղափոխվում էին Հայաստան, շրջափակված Արցախ, ռեսուրսների բացակայություն, բարոյալքված վիճակ։ Այդ վիճակում ինքը դիմում գրեց, որ մնում է Արցախում ծառայության, ասես չեմ կարա տղերքից թողնեմ կամ 22 թվականին որդին ծնվեց, արդեն Արցախը շրջափակված էր, որ մի հատ ճանապարհ կար, որով հատուկենտ շարժեր էր իրականացվում, որդին ծնվեց, չեկավ որդուն տեսնելու, ասեց ճանապարհները կբացվեն, կգամ, տենց թաքուն չեմ կա գնա։ Աբովյանում էր որդին, ինքը եղնիկներում էր։ Չեկավ որդուն տեսնելու, ասեց ճանապարհը կբացեն, կգամ, չեմ թողնի տղերքիս, չեմ թողնի դիրքերը, առավել եւս տենց ինչ-որ թաքուն վիճակներով չեմ գա երեխային տեսնելու։ Դե արդեն 23 թվականի սեպտեմբերի 20-ին զոհվեց։ Իր հրամանատարության ներքո գտնվող դիրքերից մեկի վրա ավիահարված եղավ ու կապը կորել է իր զինվորների հետ, ինքը ոտքով բարձրացել է զինվորներին օգնության, երկրորդ ավիահարվածից զոհվել է։ 44-օրյայի ժամանակ, երբ արդեն սկսվել էր, մարտական գործողությունները սկսվել էին, մենք բարձրացանք դիրքեր, բարձրացանք վիրավորներին, զոհերին ընդառաջ ու հնդածս որոշում կայացրեցինք, որ ընդունված կարգը, որ բուժկետը պետք է պաշտպանական մարտի ժամանակ առաջնագծից լինի 10-15 կիլոմետր հեռավորության վրա, դա մեր պարագայում չի աշխատելու։ Տկտված տեղանք, լեռնաանտառային տեղանք, ուղղակի կարող է այդ վիրավորը մեր մոտ չհասներ կամ մենք չհասնեինք վիրավորին, որոշում կայացրեցինք բուժկետը մոտեցնելու առաջնագծին։ Բարեբախտաբար առաջնագծից 500 մետր ուղիղ գծով հեռավորության վրա կար եկեղեցի, Եղակերի վանքն էին ասում, դե բնակավայր ա եղել Եղակերի վանքը։ Բուժկետը ծավալեցինք եկեղեցում։
Դե հրամանատարին կապ տվեցի, ասի որոշենք բուժկետը եկեղեցում ծավալենք, մոտեցնենք առաջնագծին, ասի շատ լավ, բանեք որոշե, Աստված ձեզ պահապան։ Բուժկետը ծավալեցինք եկեղեցում ու մեր բոլոր վիրավորները, զոհերը անցել են բուժկետով, որը եկեղեցում էր։ Այսինքն համ հոգևոր իմաստով, համ աշխարհիկ իմաստով հարմար տեղեր կարողանում ենք պատշաճորեն բուժօգնություն ցուցաբերել ամբողջ առաջնագծին։ Ընդհանրապես ռազմական բժշկության մեջ, տակտիկական բժշկության մեջ ամենադժվարը դա որոշում կայացնելը, ընտրություն կայացնելն է։ Երբ դու ունես սահմանափակ ռեսուրսներ ու վիրավորների մեծ հոսք, անընդհատ սպառնալիք, անընդհատ վտանգ, ու այդ սահմանափակ ռեսուրսներում պետք է որոշում կայացնես, թե այդ ռեսուրսը ում պետքա բաժին հասնի։ Ունես 8 վիրավոր, մեկը մյուսից ավելի ծանր եւ ունես մի մեքենա։ Պետք է ընտրես այդ 8 վիրավորից առաջնահերթը որոնք են։ Ու այդ որոշման ամբողջ բեռը մնում է քո վրա։ Այդ ստրեսային իրավիճակում ավելի շատ ոչ թե բանականությունը, գիտակցություն տա աշխատում, այլ ավելի շատ ինտուիտիվ ես աշխատում։ Կարծում եմ, որ այդ ընտրությունը մենք չէինք անում, որովհետեւ այդ ընտրությունը կարծես թե ճիշտ էր դուրս գալիս։ Իսկ մարդկային միտքը նմանատիպ ընտրությունները միշտ ճիշտ կատարելու ունակությունը չունի։ Ասեցի, չէ, եկեղեցում էր բուժկետը ծավալված։ Ամենածանր օրը այդ նոյեմբերի 9-ի առավոտն էր, երբ լռությունից արթնացա, դուրս եկա եկեղեցու բակ, բարձրացա դեպի հրամանատարական կետ ու տեսա ընկերներիս։ Տաշնակցության ջոկատի տղերքից կային, որ այնտեղ էին կամավոր, այնտեղ էին, իջել էին հրամանատարական կետ, մեր տղերքից բոլորով ուղղակի իրար երես էինք նայում։ Դրանից ավելի ծանր կադր չկա պատերազմի ժամանակ։ Ոչ մի զոհ վիրավոր այդքան ծանր չի, ինչքան այդ դատարկության զգացումը, որովհետև ցանկացած կորուստ մարտական գործողության ընթացքում ինքը արժեք է ստանում, վեհանում է։ Ցանկացած զոհի դու հասկանում ես, որ անմահացավ, մխիթարություն է ստանում մարդու սխրանքից, մխիթարություն է ստանում, որ ավելի վեհ արժեքի համար ծառայեց։ Ամենադժվարը, ամենադաժանը նոյեմբերի 9-ն էր։ Ժամանակ մեր մկրտիչ սարկավակին ասի, թե մի նախորդ օրերը պարբերաբար վիրավորներ էինք ունենում, հիմա ամբողջ առաջնագիծը վիրավոր է։ Բարձրանանք, պտտվենք դիրքերով, խոսենք երեխեքի հետ, բարձրացանք ու այդ մեր զրույցների ընթացքում ես հասկացա, որ ճիշտ է նոյեմբերի 9-ը արդեն փաստ էր, կայացած փաստ էր, բայց հասկացա, որ դրանով չի ավարտվում։ Որտեվ ես չհանդիպեցի մի զինվորի, մի կամավորի, չգիտեմ, որևէ մեկի, ով ուրախացել էր, որ պատերազմը ավարտվել է։ Ուրախ էին, որ այդ պահին չեն կրակում իրենց վրա, բայց բոլորի մոտ այն միտքը կա, որ հələ անելիք ունենք։ Արդեն կռվի 7-րդ, 10-րդ օրն էր ու նկատեցի, որ երևի հոգնածությունը իր բանը արել էր, արդեն ազդեցություն ունեցել էր ու տղերքի մեջ, երեխեքի մեջ վարորդների բան, տենց ինչ-որ հոգնածություն է, բա երբ է բրծնելու էլի, երբ է վերջանալու այս կռիվը։ Հավաքեցի, զրուցեցի հետները։ Այս միտքս ես հիմա էլ եմ այս մտքին ու վստահ եմ իրենք էլ ու նոյեմբերի 9-ին ես հասկացա, որ իրենք իրականում այդ մտքին էին, ուղղակի տենց ես էի սխալ հասկացել իրենց, որ մեր այս պատերազմը ինքը կարող է ավարտվել միայն քուրքետի ափին։ Ցանկացած այլ իրավիճակում ինքը ընդհատվում է։ Եթե մեր առաջնագիծը չի հասնում քուրքետ, ցանկացած այլ տեղակայման պարագայում այս պատերազմը ընդամենը ընդհատված է։ Պատերազմից հետո զորացրվեցի, ճիշտ է, շարունակվեց ծառայությունս եղնիկներում, մինչև զորամասը արդեն փոխվեց, դարձավ գումարտակ, դրանից հետո ծառայեցի Մարտակերտի բրիգադում, դրանից հետո Սրխավեն Տրմբոնի բրիգադում ծառայեցի որպես բուժկետի պետ, ու
Երբ որ Հայաստանից եկած զինվորները գնացին քիչ-քիչ, մնացին Արցախի միայն տեղի զինվորները, արդեն այդ ձուլվելը չկա արցախցիների, հայաստանցիների մեջ ձուլված արցախցի զինվորների վիճակը չկա, այսինքն մենակ արցախցիներն են հիմնականը մնացել, այդ ժամանակ ավելի խիտ է շփվում իրենց հետ, զինվորների հետ ավելի բան է շփվում, ավելի մոտ է շփվում, հասկանում ես, որ 30 տարի պատերազմի մեջ են։ Արցախցի երեխայի, արցախցի զինվորի համար այդ պատերազմը, հետպատերազմյան շրջանը, հագուստը, զինվորական հանդերձանքը այնքան սովորական է։ Իրանք այնքան օրգանիկ էին մնացել բանակում։ Իրենք գալիս էին ժամկետային ծառայության պայմանագիր կնքում մնում էին այդ պատերազմից հետո։ Իսկ այնքան օրգանիկ էին մնում, որ իրենց կյանքի սովորական շարունակությունն էր վերածվել դա։ Ու դրա համար է, որ երբեկա մի հատ պահ հասավ, որ այդ ամեն ինչը միանգամից կտրվեց, այդ մարդիկ ներքուստ կոտրվեցին։ Այդ մարդիկ իրենց կյանքը իմաստավորելու խնդիր ունեցան։ Կան մարդիկ, որոնք մեղադրում են արցախցիներին տարբեր հարցերում այլ տեսանկյուն, տեսակետ ունենալու համար, բայց շատ դժվար է, երբ ամբողջ աշխարհ հայացքը, կյանքը, կենցաղը, առօրյանքը, նվիրումը, իղձերը, ամեն ինչը կապվում է քո հայրենիքի, քո գյուղի, քո սահմանի հետ ու մի օր այդ ամեն ինչը կոտրվում է։ Կոտրվում, ասես փլատակներով լցվում է գլխիդ։ Կյանքին նոր իմաստ հաղորդելու բան կա։ Մեր ազգային իղձերի նպատակների նկատմամբ շատ փոքրացանք։ Շատ sense նվազեցինք։ Ճիշտ է, մեր իղձերը ավելի մեծ մասշտաբ ստացան, այն ժամանակ երազում էինք Շահումյան Գետաշեն ազատագրենք, մի ամբողջական Արցախ ազատագրել ենք երազում, բայց այդ երազանքի առաջ էլ մենք շատ փոքրացանք, շատ իջանք։ Առաջ գնալուն, կյանքը շարունակելուն օգնում է այն գիտակցումը, որ ցանկացած մարդ պետքա իր գոյությունը արտարացնի։ Հայ տղամարդը չի ծնվում լույս աշխարհ գալիս, որ լավ հեռախոս ունենա կամ արագ Wi-Fi։ Կյանքը իմաստավորել է պետք, գոյությունը արդարացնել է պետք։ Իսկ այդ կյանքը իմաստավորվում է, երբ դու քո առօրյա կյանքից մի բաժին ես դնում ավելի վեհի, ավելի բարձրի համար։ Ավելի վեհ, ավելի բարձր ի՞նչն է, եթե ոչ հայրենիք։ Իսկ այն հայրենիքին ծառայության մեջ է իմաստավորվում մեր կյանքը ու առաջ գնալուն օգնում է հույսը, որ դա ճիշտ է։